книги и следили за мной. Փոքր են, Они малы, բայց իմաստուններից իմաստուն են։ но мудрее мудрых. Կարծես փոքրը չի կարող իմաստուններից իմաստուն լինել։ Казалось бы, мелкий не может быть мудрее мудрых. Միշտ հասկանալի է եղել, որ իմաստունները դրանք մեծերն են, մեծ մարդիկ են։ Нам всегда казалось, что чем большие люди или взрослые люди, они мудрее. Բայց Աստվածաշունչն ասում է, որ փոքր են, բայց իմաստուններից իմաստուն Но են։ Библия говорит, что они малы, но мудрее мудрых. Իհարկե դուք կռահեցիք, որ ես խոսելու եմ Առակաց գրքի 30-րդ գլխից, Конечно, вы поняли, что я буду говорить из книги Притч որի 16 главы. հեղինակն է, շատերը շփոթում են, ասում են Սողոմոնն է, բայց Սողոմոնը չի եղել։ И многие путают, что автором был Соломон, но это не был Առակաց Соломон. գրքի ամբողջ գրքերի հեղինակը Սողոմոնը չի եղել։ И все главы или книги притчи, это был не Հեղինակներից Соломон. մեկի անունը Ագուր է եղել, И один из них был Агур, որի մասին այդքան էլ մենք շատ տեղեկություններ չունենք։ о котором нам доподлинно неизвестно. Աստվածաբանները նրա մասին տարբեր կարծիքներ И в ունեն։ богословах есть разные мнения на этот счет. Սակայն երբ որ մենք նայում ենք ամբողջ իր գրածները, հասկանում ենք եւ համաձայնվում ենք, Когда мы читаем все, что он написал, мы որ соглашаемся, իսկապես նա Աստծո հոգուց ներգործված իմաստուն մարդ է եղել, что он был мудрым человеком, как бы от որը Духа Святого, իսկապես խորապես գիտակցում էր իր սահմանափակ լինելը который глубоко понимал свою ограниченность Աստծո առաջ, перед Богом, բայց հնարավորությունը Աստծո հետ։ но понимал одновременно возможности Եվ с այսպեսով Богом. սիրելիներ, ես խոսելու եմ իմաստության И մասին։ я буду сегодня говорить о мудрости. Գիտեք, հետաքրքիր է, որ հենց ինքը Հիսուսն ասեց, И сам Иисус сказал Լուկաս ավետարան 16-րդ գլխի 8-րդ համարում, в Луке 1 главе, 16 глава 8 16 стих, глава 8 стих. Տերը գովեց անիրավ տնտեսին իր իմաստությունով, որ գործել էր։ И похвалил господин управителя неверного, что догадливо поступил. Ասում է, որովհետև, հետո Հիսուսն է շեշտում, խնդրում եմ ուշադիր լսեք։ И потом Иисус говорит, потому что Ինքն ասում է, այս աշխարհի որդիքը сыны века сего, լույսի որդիներից իմաստուն են догадливые сынов իրենց света ցեղի մեջ։ в своем роде. Հետաքրքիր է, որ Հիսուսը գնահատեց իր ժողովրդի եւ խավարի որդիների իմաստությունը И Иисус оценил мудрость вот этих вот եւ людей ասեց, сего որ рода. նրանք իրենց ցեղի մեջ ավելի իմաստուն են։ Потому что он сказал, они в своем роде Եվ более սրանով мудрые. Աստվածաշունչը ցույց է տալիս իրենից, որ մենք մեր կյանքի մեջ շատ կարիք ունենք իմաստության։ И поэтому Библия нам показывает, что мы нуждаемся в мудрости. Իմաստության կարիք ունենք խոսելու մեջ։ Мы нуждаемся в мудрости, когда говорим, Իմաստության կարիք ունենք որոշումներ կայացնելու մեջ։ когда принимаем решения. Իմաստության կարիք ունենք ընտանիքի մեջ։ Мы, когда создаем семью, Իմաստության կարիք ունենք ծառայության մեջ։ в служении. Եվ ինչպես Հակոբոսի գիրքն է ասում, И как говорит послание առաջի Иакова, գլուխ 5-րդ խոսքում, с 1 глава, с 5 ասում է, եթե стиха, մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի он Աստվածանից, говорит, если у кого-то не хватает мудрости, пускай просит у որ Бога, տալիս է առատապես։ дающего всем. Եվ այսպիսով Итак, իմաստություն мудрость. փոքր են, Они малы, բոլորից փոքր են, они меньше всех, բայց իմաստուններից իմաստուն են։ Քիչ հետո մենք կպարզենք ովքեր են դրանք։ но они мудрее мудрых, и мы скоро поймем, Գույնը кто պայներ это. թույլ տվեք մի փոքր ձևակերպում տամ ինչ է նշանակում իմաստությունը։ И позвольте охарактеризовать, что значит Շատ мудрость. ժամանակ մարդիկ իմաստությունը շփոթում են գիտության հետ։ Многие путают мудрость с сознаниями. Բայց ես ուզում եմ ձեզ մի փոքր ձեր ուշադրությունը բևեռել այն մարդկանց վրա, որոնք ունեն գիտություն։ Но я хочу, скажем, сказать вам о тех людях, которые имеют знания. Բայց երբ որ դու նայում ես նրանց անձնական կյանքին, Но когда ты смотришь на их դու личную հասկանում жизнь, ես, որ իրենց ապրած կյանքը չի համապատասխանում իրենց գիտությանը։ ты понимаешь, что их жизнь не соответствует их Ու դու знаниям. հասկանում ես, նա ունի գիտություն, Ты понимаешь, у него есть знания, բայց չունի իմաստություն իրականացնելու այդ ամենը, ինչ որ կա իր մեջ։ но у него нету знаний, Եվ այո, чтобы сделать. способности вернее. Да, дайте, пожалуйста, ему мониторы. Да, что-то сделать. Եվ այսպիսով, տեսեք, նորից եմ կրկնում, И снова повторяю որ вам, այն ուղակի գիտություն չէ։ это не просто знание. Իմաստությունը այն է, Мудрость — это то, երբ մարդը հասկանում է, что человек понимает, ինչպես կարելի է վարվել как
нужно себя вести տարբեր իրավիճակների в մեջ, разных ситуациях, որոշումներ կայացնելու մեջ, в принятии решений, քայլեր անելու մեջ, когда ты делаешь какой-то ինքը шаг, գիտի դա ինչպես անի։ он знает, как это Եվ сделать. ըստ աստվածաշնչյան կոնտեքստի հենց դա էլ կոչվում է իմաստություն։ И в контексте Библии это и Խնդրում называется եմ мудростью. ուշադրություն դարձեք նորից, դա գիտությունը չէ, թերևս իմաստության հետ գիտությունը շատ կարևոր է։ Это не знание, несмотря на что знание важно для мудрости. Բայց իմաստությունը տարբերվում է գիտությունով նրանից։ Но они отличаются тем. Օրինակ, դուք տեսել եք գլուխը բթած մարդ, К примеру, вы видели человека, у Գիտությունով. которого опухшая բայց չի голова. կարողանում ղեկավարի իր ընտանիքը, У него очень много знаний, но չի может կարողանում ղեկավարի իր երեխաներին, контролировать свою семью, չի կարողանում своих կառավարի детей. իր կյանքը, Он не может контролировать свою բայց ինքը жизнь, շատ կարդացած է, но он очень ունի начитан, у գիտություն, него есть բայց ինչ որ знания, բան է պակասում նրան։ но что-то Գիտեք դա недостает. ինչ է սիրելիներս։ Знаете, что Դա это? իմաստություն է, Это мудрость. ինչի կարիք որ մենք ունենք։ В чем мы нуждаемся? Օրինակ, ծննդոց գրքի մեջ, К примеру, в бытие, երբ որ փարավոնը երազ է տեսնում, когда фараон видит նրանք ովքեր որ сон, կարդացել են դա, те, кто читал это, Աստված փարավոնին ցույց է տալիս կովերի։ и Бог показывает фараону коров. Մի անգամ ցույց է տալիս 7 լիքը կովեր, Один раз он показывает 7 հետո полных коров, ցույց է տալիս 7 նիհար կովեր։ а потом показывает 7 худых коров. Միտքը տանջում է իրեն, ինչ է սա։ И его мучает мысли, что Շատ это կարճ են значит. պատմում, կանչում են Հովսեփին, И они зовут Иосифа, Հովսեփը նրան ասում է. и Иосиф говорит ему, Աստված ցույց է տվել իր անելիքը։ Бог показал, что он 7 будет делать. տարի լինելու է առատության տարիներ, 7 лет будет процветание, 7 տարի լինելու է նեղության а տարիներ։ 7 лет будет голод. Երբ որ փարավոնը լսեց, ասեց, «Բա ինչ անենք»։ И когда фараон услышал, а что нам Հովսեփն делать? ասեց, «Թող փարավոնը ընտրի իմաստուն մարդու, Пускай фараон изберет мудрого որ անի человека, այս բաները, չեմ уզում дրա վրա շատ կանգնեմ, и պիտի он сделает առաջացնեմ»։ то или иное, не хочу на этом Հետո останавливаться. փարավոնը գիտեք ինչ ասում։ А знаете, что потом говорит фараон? Փարավոնն ասում է. Он говорит, Հել ով կա քեզանից ուրիշ մեկ իմաստուն, а кто помимо тебя որի может մեջ еще быть կա мудрым, իսկական Աստծո հոգի։ в котором есть вот этот истинный дух Եվ Божий? փարավոնը վերցնում է, И фараон берет, Հովսեփին դնում է իր տան ղեկավարը։ он ставит как бы Եվ начальником своего Հովսեփը дома. իմաստությամբ Եգիպտոսի այդ 14 տարիները կարողանում է այնպես ղեկավարել։ И он так может управлять вот в эти 7 лет. 7 տարի առատության տարիները, В 7 лет 7 процветания տարի սովի տարիները։ и в 7 лет Եվ голода. Եգիպտոսը տնտեսապես բարձր վիճակում է գտնվում։ И Египет экономически находится в высоком Քույրեր եղբայրներ, положении. ես հավատում եմ, И я верю, որ մանավանդ այս խառը тем ժամանակներում более в это смутное Իմիջալոց время. այս խառը ժամանակներն էլ են պատճառ եղել, որ այս քարոզը պատրաստել եմ И ձեզ համար։ это время тоже стало где-то причиной, Այս что я խառը подготовил эту ժամանակներում, проповедь. Вот это непонятное Երբ время, մարդիկ չգիտեն ինչ անեն, когда люди не знают, что делать, ինչ որոշումներ կայացնեն, какое принять решение. Աստծո իմաստության ամենակարևոր հատկություններից մեկը, Одна из важных черт, да, как бы այո, Կրիտերիվ աստվածային մուդրости. իմաստությունը, то есть божественная мудрость, Աստված ուզում է դրսևորել իր եկեղեցու միջոցով։ он хочет проявить ее через свою церковь. Հավատում եմ հարազատներս, ես լուրջ խորը համոզմունք У меня ունեմ, есть глубокое убеждение, որ քանի գնա что пока идет, աշխարհը ավելի շատ կարիք է ունենալու հավատացյալների, пока этот мир идет, они որովհետև больше այն нуждаются в հոգին, верующих. որ Հովսեփին իմաստություն տվեց, Потому что тот дух, который дал Иосифу այդ мудрость, հոգին այսօր կարող է իմաստություն տալ մեզ, этот дух мы сегодня может дать որպեսզի мудрость մենք нам, կարողանանք մարդկանց ուղղություն ցույց տալ։ чтобы мы могли направить людей. Եվ այսպիսով մենք պետք է И հասկանանք, мы должны որ понимать, մենք կարիք ունենք իմաստության։ что мы нуждаемся в Բաց мудрости. արեք Առակաց գրքի 30 գլուխը, Откройте притчи 30 եւ մենք глава. ուշադրություն դարձնենք, թե այդ որ 4 փոքր բաներն են, И мы обратим внимание, что это за 4 маленьких вещи, որոնք փոքր են բոլորից, которые меньше всех, թույլ են բոլորից, Սլաբերից ուշադրի լսեք է։ այս արտահայտությունները, տկար են բոլորից, они немощнее всех, անպաշտպան են բոլորից, незащищеннее բայց всех, նրանք իմաստունների իմաստունն են, но они мудрее мудрых. որովհետև այս փոքր անպաշտպան տկար լինելը շատ կարևոր է, որ դուք ֆիքսեք ձեր մեջ։ Это важно, чтобы вы зафиксировали. Եվ այսպիսով Итак, Սուրբ Գիրքն ասում է, Библия говорит, 30 գլուխ Առակաց գրքի 24-28 համարները կարդալու ենք միասին։ притча 30:28. 4 բան կա, որ երկրի փոքրերն են, Вот 4 малых на земле, բայց իմաստուններից իմաստուն но են։ они мудрее мудрых. Առաջինը, Первое. մրջունները, որ մի զորավոր ժողովուրդ չեն, Муравьи, народ не сильный, բայց իրենց հացը ամառն են но պատրաստում։ летом заготовляет пищу свою.
Ովքեր էին այդ փոքրներից մեկը, Кто Морчунера. один из этих малых? Это муравьи, որոնք զորավոր չեն, которые не сильны, որոնք չունեն у թակավոր, которых нету царя. բայց նրանք մի հատ որակ ունեն, որ Աստվածաշունչը գովում է եւ ասում է նրանք իմաստուներից իմաստուն են։ Но есть восхваляемое качество. Նրանք հացը պատրաստում են ամառը, մենք կանադառնանք դեռ։ Они заготовляют хлеб Հաջորդը летом. ճագարները։ Следующее это горные Իհարկե мыши. մեկ այլ թարգմանության մեջ ասում է ժայռում բնակվող մկները։ Горные мыши или Ասում зайцы. է որ մի ուժեղ ժողովուրդ չեն նրանք, Народ слабый, բայց իրենց տունը կառուցում են ապարաժների մեջ, ինչ որ ասեց հայ եղբայրը։ ставят домы Հրաշալիա։ свои, да, на скале. Երրորդը Третье. մարախները, Саранча, որոնք թակավոր չունեն, у которых нет царя, բայց գունդ դուրս են գալիս ամենքը։ но выступает она стройно. Հաջորդը մողեսը Следующее паук կպչում է ձեռքերովը պատերին, лапками цепляется к բայց стен, թակավորական պալատներում է նա։ но бывает в царских чертогах. Չորսը փոքր բան, 4 небольших маленьких вещи. մրջունները, Муравьи, մկները, мыши, մողեսները саранча եւ մարախները։ и пауки. Եվ Աստվածաշունչն ասում է դուք դրանից բան պիտի И սովորեք։ Библия говорит, вы что-то должны научиться. Գուրերը բաներ, ինչ մենք կետ արկետ այդ որակներին կանրադառնանք։ Прежде чем мы перейдем по пунктам, Ես к ним, ուզում եմ 30-րդ գլխի 24-րդ համարի վրա մի փոքր կանգ առնենք։ я хочу остановиться на 24 Ասում է стихе. բաներ կան 4 բան կա, որ երկրի փոքրերն են։ Он говорит, что есть на земле, которые 4 малых на земле. Հետաքրքիր է, И интересно, որ իմաստությունը что мудрость զուգահեռ Սուրբ Գիրքը համեմատում է փոքր բաների հետ։ Библия параллельно как бы сравнивает с маленькими Ես вещами. ինչու եմ դա շեշտում։ И почему я об этом Որովհետև говорю? մենք հաճախ շփոթում ենք Потому что мы очень часто путаем իմաստուն կարծելով նրանց, считать мудрых ուշադրի тем, լսեք, ովքեր кто, հայտնի են, кто знаменит, ճանաչված են, кто известен, հասած են ինչ-որ բանի, кто достигли чего-то, ազդեցիկ են, кто имеет влияние, իշխանություն ունեն։ кто имеет власть. Բայց իրականում Աստվածաշունչը նրան չի կոչում իմաստունների իմաստուն։ Но в реальности Библия их не называет мудрыми Եվ мудрыми. հետաքրքիր է, որ инքը համեմատություն է անում И интересно, он сравнивает ագուրի գրած այդ փոքր բաների մրջունը, ճագարը, մորեխը, с тем, что он написал агур, то есть саранча, мышь, там, муравей. եկեք ուշադրություն դարձնենք մի շատ կարևոր բանի վրա։ И давайте обратим внимание на очень важную Առաջին вещь. Կորինթացների 1 գլխի 19-րդ համարում 1 Կորինթյան 1:19 գրված է. իմաստունների իմաստությունը Աստված կկորցնի, խելոքների խորհուրդները Աստված կանարգի եւ հարց է տալիս. ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, որ Աստված այս աշխարհի իմաստուններին կամ իմաստությունը ներողություն հիմարացրեց, ուրեմն, որովհետեւ Աստծո իմաստության մեջ աշխարհը իմաստությունով չճանաչեց Աստծուն, Աստված հաճեց, որ քարոզչության հիմարությունով ապրեսնի հավատացյալներին։ Կարդա խնդրում եմ։ Где мудрец, где книжник, где совопросник века сего? Не обратил ли Бог мудрость мира сего в безумие? И когда мир своей мудростью не познал Бога в премудрости Божией, то благоугодно было Богу юродством проповеди спасти верующих. Ибо иудеи требуют чудес, и елены ищут мудрости, а мы проповедуем Христа распятого. Իհարկե, կոնտեքստի մեջ մենք կարող ենք ուրիշ բաներ լալ, բայց խնդրում եմ, եկեք նայենք հենց ուղիղ գրվածքի վրա։ И давайте посмотрим сейчас на прямое Писание. Что Սուրբ Գիրքը написано. հարցում է, ուր է այս աշխարհի իմաստունը։ Библия спрашивает, где мудрец? Որպեսզի մեզ ավելի լավ հասկանալի դա ինչ է նշանակում։ Что Ասում է, это означает? եթե այս աշխարհում իմաստուն կա, Если в этом мире есть кто-то դե թող мудрый, այս աշխարհը տանի կատարյալ երջանկության։ и если бы он вел к совершенной радости, Ուր են այս աշխարհի իմաստունները, счастью, որոնք где կարող են мудрецы, մարդու կյանքը ավելի լավ դարձնել։ которые могут сделать жизнь человека лучше? Ուր է այս աշխարհի խելացին Աստվածաշունչը հարց է տալիս։ Где мудрый, да, то есть где умный? Ուր է նա, որ կարող է այնպիսի бан սովորեցնի, То есть, ну, где тот, который может что-то որ մարդը կարող է научить, երջանիկ լինել։ чтобы человек был счастлив? Ուր է նա, Սուրբ Գիրքն ասում է, Где он, որ հետազոտում է, քննում է, ուշադիր հետևում է։ который исследует или Հասկանում է։ следует чему-то, понимает? Մենք այդպիսիներին ասում ենք մտավորականներ։ То есть мы таким Ռուսերեն օգնեք։
նարեկը չքթավես բառը։ Մտավորականներ, գիտուններ էս աշխարհի, լավ, այսպես То ասեմ։ есть мудрые есть, да? Մարդիկ, Мудрые որոնք этого բարձր мира. ինտելեկտուալ ունեն։ Интеллектуалы. Ուր են նրանք ասում է Սուրբ Գիրքը։ И Библия говорит, где они? Ասում է Աստված անարգեց նրանց իմաստությունը։ И Бог говорит, что Он презрел их Գիտեք ինչու սիրելիներս։ мудрость. Знаете Որովհետև почему? մարդը իր իմաստությունով փորձեց առանց Աստծո իր կյանքի հարցերը լուծել։ Потому что человек захотел своей мудрости без Бога решить свои Եվ вопросы. ինչ արեց Աստված։ А потом что сделал Бог? Նայեք, առաջի Կորինթացիների 1:25-ից 31-ը սա էլ կարդամ ու շատ արագ անցնենք։ И 25 стиха. Վասնզի Աստծո հիմարը И потому что 25 стих. դա Потому что немудрое Божие, հայրենում լավ է գրած Աստծո հիմարը, եթե ուղիղ թարգմանենք, ինչպես կթարգմանես ուղիղ։ Да. безумный Божьего. Դու գլուպ էլ կարա։ Глупый, да, глупый. Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդիկ։ Շնորհակալություն, որ մեզ տեսար։ Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան թե մարդիկ։ И немудрое Божие премудрее человека. Աստծո տկար ավելի զորավոր է, քան թե մարդիկ։ И немощное Божие сильнее человека. Ձեր կոչումին մտիկ տվեք Աստվածաշունչն ասում է։ Посмотрите на ваше призвание. Ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմաներ, Немного из вас мудрых по ոչ плоти. թե շատ զորավորներ, Немного ոչ թե сильных. շատ ազնվականներ, Немного благородных. այլ Աստված աշխարհի հիմարներին ընտրեց, Но Бог избрал немудрое որ мира, ամաչեցնի այս աշխարհի իմաստուններին։ чтобы посрамить мудрых. Վաու, դուրս գալիս ասա։ Мне нравится это. Ուրեմն ինձ ավելի է པարզ դառնում, И мне становится более яснее. ինչու Աստված ասեց 4-ը փոքր բաներ են, Почему Бог сказал 4 малые բայց вещи? նրանք իմաստուններից իմաստուն Но են։ они мудрее мудрых. Հարազատս, մի Родной. վախենա, որ դու ինչ որ միտեղ տկար ես։ Не бойся, если ты где-то немощный. Մի վախենա, որ եթե ինչ որ միտեղ համեմատվել ես, դու փոքր ես։ Если ты где-то в сравнении меньше, Դա դեռ չի нշանակում, որ дու իմաստուն չես կարող լինել։ это еще не означает, что ты не можешь быть мудрым. Իզես ես բան ասեմ։ А я вам кое-что скажу. Ավելի լավ է իմաստուն լինել, քան թե ուժեղ։ Лучше быть мудрым, чем сильным. Սա իմ ընտրությունն է։ Это мой выбор. Ավելի լավ է իմաստուն լինել, քան թե ուժեղ։ Лучше быть мудрым, чем Շատ сильным. ժամանակ ուժը չի աշխատում Очень սիրելիներս։ часто сила не Բայց работает. տեսել են, որ մարդ կա ուժ չունի, Но видел людей, у которых не было բայց силы. շատ խելոք էինք։ Но он был очень умным, Շատ իմաստուն է։ очень мудрым. Ուժեղը չի կարողանում այդտեղից դուրս գալ։ Сильный не может выйти из этого Իմաստունը места, դուրս է գալիս а այդտեղից։ мудрый выходит. Եվ այսպիսով Итак, ես նկատել եմ ցավոք սրտի, я заметил, к որ сожалению, շատ իմ սիրելի քուր եղբայրներ что мои возлюбленные братья и այդքան էլ сестры իմաստուն չեն իրենց կյանքի մեջ։ не настолько мудры в своей жизни. Ֆինանսական հարցերով, В вопросах финансов, հարաբերությունների մեջ, отношений, չգիտեմ, ասեմ, հոգևոր կյանքի в նկատմամբ, духовной ծառայության жизни, по նկատմամբ, отношению к իրենց служению, տրված ժամանակի по նկատմամբ отношению к времени, которое им եւ дано. իմաստություն չունենալու պատճառով կորցնում են իրենց օրհնությունը։ И из-за отсутствия мудрости они теряют свое Հիմա благословение. կետ առ կետ մենք սկսում ենք ուսումնասիրել։ И мы сейчас по пунктам будем разбирать. Աստված Бог այդ 4 փոքր баների միջոցով через вот эти 4 маленьких ցույց է вещей տալիս 4 կարևոր որակ, показывает 4 важных որը качества, դարձնում է մարդուն իմաստուն։ которые делают человека мудрым. Կամ էլ հակառակը, Или наоборот, են, они мудры, ունեն այդ որակները։ у них есть эти качества. Առաջինը գնացինք։ Первое. Առակած 30:25 30 глава Սուրբ притч. Գիրքն ասում է, մրջունները И Библия говорит, что մի զորավոր ժողովուրդ չեն, муравьи, они не сильный բայց народ, իրենց հացը ամառն են նախորոք պատրաստում։ но приготовляют свой хлеб летом. Մրջունները զորավոր չեն, Они не сильны. իրենց ուտելիք ամառն են պատրաստում։ Они подготавливают свой хлеб летом. Այսինքն այնինչ վաղվա կամ ապագայի համար կարևոր է, То есть то, что важно для будущего, պատրաստում են նախորոք, они подготавливают заранее. ինչը որ չենք անում մենք շատ հաճախ։ Что мы не делаем очень Ուշադրի часто. լսեք։ Այնինչ որ կարևոր է վաղվա կամ ապագայի համար, մենք հիմա պիտի անենք, մենք մատերիալ անքով ենք դա նայում։ То, что важно для нашего будущего, мы смотрим на это сквозь пальцы. Այսինքն նախորոք պատրաստել կամ նախորոք պատրաստվելը То есть заготовлять заранее или готовиться заранее. մարդուն իմաստուն են անում Делает հարազատներս։ человека Կամ էլ мудрым. իմաստունն է այդպիսի բան անում։ Или мудрый так делает. Շատերին երբ նայում ես, И на многих, когда դուք смотришь, նկատել եք մարդիկ կան, որ անընդհատ վազում են։ вы видели людей, которые постоянно Штапумен. бегут,
спешат. Եվ չեն հասցնում ոչ մի բան։ И они ничего не успевают. Միշտ իրանք շտապում են։ Они всегда Բայց երբ спешат. որ դու հարցնես, Но когда ты их спросишь, նրանք ժամանակ չունեն։ у них нету времени, Չեն հասցնում։ они не Չեն успевают, հասցնում ծառայել։ они не успевают Չեն служить, հասցնում Աստծո խոսքին ուշադրություն դարձնել։ обратить внимание на Չեն Библию, հասցնում ընտանիքի հետ լինել։ не успевают быть Չեն семьей, հասցնում գործերը։ не успевают Չեն հասցնում մարդկանց հետ հարաբերությունները նորմալ։ с Չեն հասցնում։ работой, в отношениях, они не успевают. Կարծես թե զբաղված են միշտ։ Казалось бы, они всегда Գիտեք заняты. ինչ եմ նկատել այդ մարդկանց Знаете, что я կյանքում։ заметил в Որ жизни նրանք этих людей? իմաստություն չունեն։ Что у них нет Եվ այդ мудрости. իմաստությունը կայանում է И նրանում, эта мудрость որ заключается в բաները том, դու պիտի նախորոք անես, որ что հասցնես։ есть вещи, которые ты должен сделать заблаговременно, чтобы Եվ успеть. ես ես ավելի կոնկրետ И կխոսեմ։ я сейчас буду говорить более конкретно. Օրինակ, К примеру, Աստվածաշունչը Библия, իհարկե դրանք շատ են, այս սպեկտրը, որ ասեցի, շատ են, կարելի է ժամերով խոսել։ конечно, սիրելիս։ можно часами говорить об этом. Բայց երբ որ ես խոսում եմ նախորոք պատրաստվելու մասին, Но когда я говорю, что нужно готовиться մի քանի заранее, կարևոր բան кա, որի վրա ուզում եմ ուշադրություն есть դարձնել։ важных вещи, которые я хочу Օրինակ, обратить внимание. նախորոք լուծի հարաբերությունները մարդկանց հետ։ Заранее решай свои вопросы с людьми. Ինչ ես սպասում։ Чего ты ждешь? Ում ես սպասում, որ մարդկանց հետ ում է դու խնդիր ունես, քո հարաբերությունները լուծես։ Ты должен решить вопрос с тем, у тебя проблемы. Հարազատս դու ինչ ժամանակի ես սպասում։ А какого ты времени ждешь? Գիտեք, Սուրբ Գիրքը շատ զգայուն է այս հարցի մեջ։ И Библия очень чувствительна в этом Օրինակ вопросе. Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 23-րդ խոսքն К ասում примеру, է. Евангелие от Матфеев говорит, Ասում է, եթե սեղանի վրա մատուցանես քոնցան, если ты отдашь себя в жертву, սեղանի վրա հացը դնես զոհանելու когда համար։ ты идешь на жертву, да, Մեր լեզվով Принесешь ասած, дар твой. երբ որ գնում ես աղոթելու, нашими словами, когда ты идешь молиться, հիշի մարդկանց հետ հարաբերությունները։ вспомни твои взаимоотношения с людьми Եվ նախորոք քո հարցը լուծի։ и заранее решай свой Ուրեմն вопрос. մրջունների օրինակով, По примеру муравьей, որոնք նախորոք են պատրաստում, которые заранее ես ուզում եմ, որ приготовляют. մենք мտնենք այս դաշտը։ Я хочу, чтобы мы зашли в это поле, Մարդկանց հետ հարաբերությունները նախորոք լուծի։ чтобы мы заранее решали вопросы Հարազատը с դա людьми. շատ կարևոր է։ Это очень важно. Ես վստահ եմ, որ հենց այն պատճառով, որ շատերի հետ ես խնդիր ունեմ, И именно по этой причине, что у ես меня կարող եմ իմ многих կյանքի մեջ շատ проблемы, օրհնություններ կորցնել։ я могу потерять много Օրինակ, благословений. К примеру, խաղաղություն չունեմ երբեք։ у меня нету никогда мира. Դուք օրհնությունը մի անգամ նյութականի մեկ մտածի։ Պատկերացրեք, Вы не представляете, что оно только Խաղաղություն материальное չունես։ благословение. У меня нету Տեր мира. խաղաղություն տուր ինձ։ О, дай мне мир. Աստված ասում է նախորոք գնա եղբորդ հետ հարցը լուծի։ Бог говорит, заранее реши вопрос со своим братом. Մրջունները սրա մեջ լավ օրինակ են։ Նախորոք են պատրաստում իրենց ուտելիքը։ И муравьи тому хороший пример. Հարազատները Սուրբ Գիրքն ասում է, եթե կարելի է, որքան ձեզանից է կախված։ И, возможно, насколько зависит от вас, Խաղաղություն ունեցեք ամենքի հետ։ будьте в мире со всеми, Մինչ կկանգնես Աստծո առաջ աղոթելու։ прежде чем ты предстанешь Ստուգիր молиться. հարաբերություններդ մարդկանց հետ։ Проверь твои отношения с Որովհետև людьми. Աստված Потому что Бог գնահատում է ոչ թե քո աղոթքը միայն, ценит не только твою ինքը молитву, գնահատում է քո հարաբերությունը մարդկանց հետ։ Он ценит твои отношения с людьми. Նախորոք է պետք լուծել։ Надо заранее их Ես ուզում եմ решать. կոչ անել, ոչ մի բանի մի սպասի։ Я призываю, ничего Դու не ժամանակ жди. չունես։ У тебя нет Որովհետև времени, դու չգիտես վաղ ինչ է լինելու։ потому что ты не знаешь, что будет завтра. Գիտեք, ես տեսել եմ մարդիկ, որոնք գնացել են գերեզմանները, Я видел людей, которые шли на անգամ պարկել кладбище, են հողի վրա։ даже ложились на эти земли. Մայրս, ոնց ես ժամանակին Мать, չասեցին ինչ որ пիտի мама, ասեի։ папа, как я не сказал то, что должен был сказать. Почему ты там Ով է сейчас? հավատում, որ մեռած մարդը չի лսում, որ Кто գնում են верит в խոսում։ то, что мертвый человек не Ով է слышит? հավատում։ Кто верит? Ինչքան ուզում եմ մենք ասենք։ Сколько бы не хотели говорить, Ժամանակն անցավ, прошло դու время, չես հասցնի։ ты не успеешь. Դրա համար պիտի հասցնես։ Поэтому ты должен Որտե մենք успеть. չգիտենք վաղ ինչ կլինի Мы не знаем, հարազատներս։ что будет завтра. Ուրեմն Поэтому Աստված գնահատում է, Бог ինչ ценит, կաղոթես, прежде чем ты будешь ինչ молиться, կկանգնես նրա առաջ։ прежде чем ты предстанешь Նա ուզում է пред Ним, տեսնել քո հարաբերությունները Он լուծված хочет նախորդ увидеть մարդկանց հետ։ твои решенные проблемы и Հաջորդ բանը, որ ես в տեսել եմ отношениях. նախորդ лուծելու մեջ, И следующая ինչի проблема, которую увидел в կարիքը этом, որ շատ ունենք в սիրելիներս։ чем мы нуждаемся Դուք очень сильно. կզարմանաք եւ միգուցե դա շատ պրիմիտիվ կթվա։ Удивитесь, может, это примитивно Բայց будет շատերը իրենց звучать. հարցերը մինչև հիմա Աստծո հետ չեն լուծել։ Но многие не решили свой вопрос до сих пор с Богом. Նախորդ լուծելու մեջ մարդիկ կան, որոնք դանդաղում են իրենց հարցը Աստծո հետ լուծելու։ Есть люди, которые медлят заранее решить свой вопрос с Богом. Եվ գիտեք, ինչ փորձում ես լուծել քո կյանքի И դժվարությունները, пока ты пытаешься решить трудности своей խնդրում եմ жизни, լսեք, ինչ փորձում ես լուծել քո հիվանդության հարցը, пока ты пытаешься решить вопрос своей ֆինանսների болезни հարցը, или финансов, բարքերի հարցը, или долгов, չգիտեմ, կյանքիդ մնացած բնակավարներում եղած բոլոր խնդիրները, или, неважно, все твои проблемы, которые у тебя в жизни есть. ամենառաջին հետ կապված լուծի քո հարցը Աստծո հետ։ Номер один, реши вопрос со своим Богом.
բաներ կան, որ կապված է Աստծո հետ։ Есть вещи, которые связаны с Богом. Բաներ կա, որ գիտեք, հիմա դու եթե նստածը տեղն ասես, դիասա, ինչ անեմ ես։ Если ты сейчас сидишь и думаешь, ну скажи мне, что сделать? Հավատա ես չեմ էլ փորձի պատասխանեմ Поверь, я քո даже не буду пытаться Որովհետև ответить ես на լավ этот գիտեմ вопрос. Աստված ինձանից ինչ է ուզում։ Я хорошо знаю, что Бог хочет от меня. Եղբայրներ, քույրեր, Братья и сестры, ձեռքները դրեք ձեր խղճին, поставьте руку на ինչպես ваше ասում են сердце, на մեր вашу совесть, ժողովրդական լեզվով, как եւ говорят в ասեք, народе, որ դուք լավ էլ գիտեք, и скажите, что вы очень даже хорошо ինչ знаете, հարց կա որ լուծված չէ քո եւ Աստծո միջև։ какой вопрос не решен между тобой и Богом. Գիտեք, այդ ցուցակը շատ մեծ է։ И знаете, этот список Ես очень երբևիցե большой. չեմ ուզում դրա մասին խոսել։ Я не хочу даже Ես об этом հավատում говорить, եմ, но я որ верю, մարդու մեջ կա, մանավանդ վերստին ծնված մարդու մեջ կա այդ գիտակցությունը, որ հարցում ինքը Աստծո հետ դեռ չի լուծել։ что в рожденном свыше человеке есть вот это, что он знает, какой Գիտեք, вопрос ես решить դժվարությամբ եմ с հասկանում այն Богом. մարդկանց, Я с трудом понимаю тех людей, որոնք անընդհատ փորձում են լուծել իրենց կյանքի հարցերը, которые пытаются решить вопросы բայց своей հարցերը жизни. կա Աստծո հետ, նրանք այդ հարցը չեն ուզում Но լուծել։ есть вопросы с Богом, которые они не Ես хотят մեկ-մեկ ուզում решать. եմ ասեմ, հարազատս կանգ առ, И я хочу сказать, կանգ остановись. առ քո տեղը եւ հասկացի, նա է հարցեր լուծող Աստվածը։ Остановись и пойми, Он решает Եթե դու նրա вопрос. այդ հարցը չլուծեցիր, Если ты с Ним не решил դու ոնց вопрос, ես համարցակվում մնացած հարցերին ուշադրություն дարձնել։ как ты осмеливаешься обращать внимание на Չի другие կարող вопросы? այդպես լինել, Не может հարազատներս։ такого быть. Ուրեմն, Поэтому դա շատ կարևոր է։ это очень важно. Անտարբեր չլինես այն բաներին, որ վերաբերվում է Աստծո հետ։ Не будь безразличен к тому, что относится к Богу. Տեր Հիսուսն ասեց. Иисус сказал, Ամեն բան անելուց առաջ прежде чем что-либо Ամեն будешь բանից делать, առաջ прежде всего, դուք երբ որ արթնանում եք ամեն բանից առաջ ինչ եք անում։ вы когда просыпаетесь, что вы делаете? Դուք երբ прежде որ всего? որոշում եք կայացնում ամեն բանից առաջ ինչ եք անում։ Когда вы принимаете решение, что Դուք вы երբ որ ինչ որ делаете? մեկի հետ մի բան պիտի խոսեք, դրանից առաջ ինչ եք Что անում։ вы делаете, прежде чем завести разговор с Երբ որ кем-то? դուք աղոթում եք դրանից առաջ ինչ եք անում։ Прежде чем молиться, что вы Գիրքն делаете? ասում է. И Библия говорит, Խնդրեցեք նրա արքայությունը։ просите Его Ամեն Царство բանից առաջ։ прежде Լուծեք всего. ձեր հարցերը Աստծո հետ Решайте свои հարազատներս։ вопросы с Լուծեք Богом. ձեր հարցերը Աստծո հետ։ Решайте Դուք свои կտեսնեք вопросы с ոնց է Богом. մնացած հարցերը И вы լուծվում։ увидите, как решаются все Բայց եթե остальное. բաներ կա, որ լուծված չէ իմ Աստծո հետ, Но если есть вещи, которые еще не решены между мной и Богом, ուր ես գնում։ куда ты Ուր ես идешь? գնում Բաղամ։ Куда ты идешь, Валаам? Ուր ես գնում դու։ Куда ты идешь? Ուր է գնում քո էշը։ Куда идет твой Իրեք осел? մարդ կա, իր էշը ավելի իմաստուն է։ Знаете, есть люди, у которых осел мудрее. Հիմա ես պերիֆրազիրովկա կանեմ, կասեմ դա ինչ է նշանակում։ Я сейчас Բաղամի перефразирую. էշը Բաղամից ավելի իմաստուն դուրս եկավ։ Осел Валаама был более мудрее, Այն чем ինչի Валаам. վրա ինքը նստած գնում էր, Осел, на котором он դա ехал, ավելի իմաստուն դուրս եկավ վերջում, քան թե նա որ նստած էր դրա վրա։ он вышел более мудрым, чем Գիտեք, тот, դուք кто на нем նստած եք сидел. ձեր կյանքի, ձեր ժամանակի, ձեր հնարավորությունների վրա ու գնում եք։ И вы сидите на вашем времени, возможностях и Շատ идете. հաճախ ձեզ թվում է, որ կյանքը ձեզ պատվադի տարեց։ И очень часто вам кажется, что вас подвела ваша жизнь. Մեր լեզվով ասած տակ տվեցիք։ То есть Ես չգիտեմ даже բառը որտեղ է տակ տվեցիք, տակ, ռուսերենա դա, что-то հայերենա։ упустили, Ха. где-то проиграли. Կյանքը շատ դաժան վերաբերվեց ինձ հետ։ И жизнь очень Հավատացեք, жестоко, շատերը կգնան երկինք и многие пойдут на եւ небо. կտեսնեն, որ այդ կյանքը ավելի իմաստուն էր, քան թե իրենք որ նստած են այդ կյանքի վրա եւ քշում են այդ կյանքը։ Увидите, что они были более мудрыми. Որովհետեւ այնտեղ որ կյանքը քեզ թույլ չէր տալի առաջ գնալ, Потому что там, где жизнь тебе не հետո позволяла идти կպարզվի, дальше, որ չէր ուզում որ դու անդունդ ընկնեիր գոնե։ окажется, что они не Бага. хотели, что ты попал в эту Բաղամ пропасть. ուր է գնում քո էշը։ Валаам, куда идет Հետո твой էշը осел? լսեց Աստծո ձայնը։ А потом осел услышал Կամ голос Бога. հրեշտակի ձայնը, ոնց ուզում եք Или մտածել։ голос ангела, как хотите Լսեց։ думать. Он услышал. Եվ ով է հիշում Բաղամին ինչ արեց իր էշին։ И Քույրեր եղբայրներ, ով է հիշում։ кто помнит? 1 հոգի, 2 հոգի, Что помнит? 3 հոգի, 4 հոգի։ Ծեծեց էշին։ А, кто помнит, что сделал Валаам со Գիտեք своим դա ինչ է ослом? նշանակում մեր կյանքում։ Երբ որ մենք բողոքում ենք կյանքից։ Это Ու означает, կյանքես ինչ է, կյանքես ինչ է, սկսում ենք когда ты жалуешься на жизнь, ծեծել։ мы начинаем ее Աստված ասում է, бить. դեմդ նայի։ А Бог говорит, смотри Հարց կա вперед. իմ հետ պիտի լուծես։ Есть вопрос, который Ура, ты должен сгнул, со мной Валаам. решить. Куда ты идешь, Ուր Валаам? ես գնում։ Քեզ դանում։ Почему ты это делаешь? Ինչու ես дու դրա ետևից գնում։ Почему ты за этим идешь? Ինչու չես այդ բնավորության հարցդ лուծում։ Почему ты в свой Դա характер? խանգարում է իմ եւ քո միջև եղած հարաբերությանը։ Это преграда в отношениях между мной и тобой. Հարազատներս լուծի Աստծո այդ հարցը։ Родные, Ինչ պիտի անենք էլ նախորոք։ что мы еще должны делать заранее? Մի հոգ մի ծուլանա։ Не ленись. Հոգ տար ամեն ինչի մեջ
ամեն ժամանակ յուղ ունենաս քո լապտերների մեջ, հիշեցի Заботься բառը։ иметь масло всегда в своих сосудах. Ինչ է դա նշանակում։ Что это означает? Պատրաստվի Հիսուսի գալստին։ Готовься к пришествию Иисуса. Ժողովուրդ, մարդը ուզում է ասես, հարազատս, պատրաստվի Հիսուսը գալու է։ Есть человек, которому хочется сказать: готовься, Иисус придет. Գիտեմ որ գալու է։ Я знаю, что он Ու դու придет. նայում ես ինքը ոնց ապրում։ И ты смотришь, как он живет. Հաստատ էդի պատրաստող մարդ չի։ И он на самом деле не Ո՞վ է готовится. տեսել մարդ, որ ուշանում է, բայց իր վեճը չի։ Кто видел Ներողություն ես, людей, վեճը которые չի բառի համար։ опаздывают, и ему все Դա իրան равно? չի անա, ով է տեսել տենց մարդ։ Его это никак не тревожит. Սիրելի եղբայրներ, դուք տեսել եք։ Вы видели Նրանք ովքեր որ շատ աղջիկներ ունեն իրանց տունը։ тех, у которых очень много Իրանց համար քսվել ավելի է կարևոր, քան թե տնից դուրս գալը։ девушек дома, им более важно накраситься, чем выйти Չէ, из շարունակեմ, дома. թե հասկացաք ինչ եմ ասում։ Ով է տեսել մարդ, որ օշանում է, հեչ պետք չի։ И кто видел людей, Ով է которых не տեսել беспокоит их հավատացյալ, опоздание? որ գիտի Հիսուսը գալու է ու հեչ պետք չի։ Кто видел верующего, который знает, что Ով է Иисус տեսել։ придет и вообще не Իսկ беспокоится դուք об ո՞նց этом? եք դուք հասկանում, որ իրա պետք չի, որ Հիսուսը գալու է, բայց իրա հեչ պետք չի։ А как вы Գիտեք понимаете ոնց это? եմ ես։ Այն մարդը դեր հանգիստ կարա բամբասի։ Он может спокойно сплетничать, Խղճի ծակոց անգամ չկա։ и его никак не ущемляет его совесть. Խոսում ենք էլի։ Говорим просто. Լուրջ։ Ո՞վ է տեսել, որ մարդ կարա շատ հանգիստ բան ունենա դիմացինի դե։ Հեչ պետքն էլ չի։ И есть люди, которых не беспокоят Գիտեք какие-то ով այդ проблемы. մարդը։ Вы Ով знаете, кто գիտի это Հիսուսը человек? գալու է, Который знает, что Иисус բայց իրա придет, հեչ պետքը չի։ но его это вообще не Քույր беспокоит. եղբայրներ, ես ձեզ ասեմ, И я хочу նա вам որ сказать, Հիսուսին չգիտի, նրա վիճակը ավելի լավ է այդ պահին։ тот, который не знает Иисуса, он в Քան թե лучшем նա որ գիտի, որ Հիսուսը գալու է։ состоянии, чем тот, который Իսկ знает, դու что գիտես Иисус երբ է придет. գալու Հիսուսը։ А ты знаешь, когда придет Иисус? Ով գիտի երբ է գալու Հիսուս հարազատներ։ знает, когда придет Մենակ ձեր Иисус? չբարձրացնեք, խնդրում եմ, մենք ուղի եթերում ենք։ Ձեր չբարձրացնեք։ Շնորհակալություն։ Բայց դու չափերի տանցնում ես։ Չէ, իսկապես հարազատներս։ Մենք երբեք չենք կարող իմանալ երբ է գալու Հիսուսը։ И мы на самом деле не можем узнать, когда Բայց դուք придет Иисус. նկատել եք մարդկանց, Но вы замечаете որոնք людей, ինձ հաշվարկով են ապրում, որ դաժե գիտեն երբ է գալու Հիսուսը։ которые с таким расчетом живут, что Դրա даже համար знают, հիմա когда դա придет անում են։ Иисус. Поэтому это делают, Այդպիսին կան, они таким որովհետև գիտեն являются, վաղը կհասցնեն։ потому что знают, думают, что завтра успеют. Նրանք գիտեն, որ վաղը կհասցնեն այդ մեղքից ազատվեն։ Они точно знают, что завтра могут избавиться Գիտեն։ от этого греха. Նրանք գիտեն, որ վաղը կհասցնեն իրանց հարցերը լուծ։ Գիտեն, իրանք գիտեն։ Они знают, что свои Հաշվարկած։ вопросы могут решать. У них расчет, Իրանք ունեն Google կալենդար։ у них есть календарь. Հունիս ամսին սա, հուլիս ամսին նա, չգիտեմ, օգոստոսի սենց, ու իրանք պլանավորել են ու գիտեն, որ թվին էլ Հիսուսը գալու է, ու իրանք վերջի պահին էլ կապաշխարեն ու Հիսուս իրանց երկին կտանի։ И они Դուք տեսել եք думают, դες մարդկանց։ покаются в последний момент, Иисус их заберет на небо. Вы видели таких Մի հատ людей? գաղտնիք ասել, մեր եկեղեցում կան տենց մարդիկ։ И хочу сказать секрет, есть такие люди в нашей церкви. Ուզում եք ավելի պարզվի ձեզ։ Ուզում եմ են տարիներով մարդիկ, որոնք չեն մկրտվում, այդքի չեք մկրտվում։ И хочу спросить тех людей, которые не Չէ, принимают водное крещение. հարազատներից ես չեմ ասում գնացեք մկրտվեք, դա ձեր Я գործն է։ не говорю вам, Բայց идите, հարցը ինչու չեք примите. մկրտվում։ Но вопрос, почему вы не Ուրեմն դուք հաշվարկ принимаете? ունեք։ Потому что у вас есть какой-то расчет. Այս էլ անեմ, А вот это еще сделаю, այս էլ անցնի, а вот это пройдет, այս էլ լինի, вот это այդ пускай որտեղից է այդ հաշվարկը։ будет. Откуда этот Միգուցե расчет? դու գիտես երբ է Հիսուսը գալու։ Может быть, ты знаешь, когда Иисус придет? Ոչ, դու չգիտես։ Нет. Դրա համար խնդրում եմ ինձ մխիթարեք, սիրելի եկեղեցի, Поэтому прошу, утешьте меня, որպեսզի մենք վստահ լինենք, որ Հիսուսին գալուց պատրաստ ենք դիմավորելու։ что мы Ինչ պիտի готовы. լինի կամ ինչ պիտի անենք, Что мы, если мы готовы принять Иисуса, что мы должны делать? ինչ պիտի անենք։ Միշտ պատրաստ լինենք։ Быть всегда Այո, готовыми. Այն որ ասեցիք, դա էլ է ճիշտ, բայց ընդհանուր առմամբ միշտ պատրաստ լինենք։ Быть всегда готовыми. Միշտ պատրաստ։ Որ երբ որ ինքը գա դու քնած լինես, И когда если он придет, ты будешь спать. իհարկե կարծում եմ տեն չի լինի կամ տենց կլինի, չգիտեմ, Мне բայց кажется, может Հիսուսը быть, գարտնած ասի, «Բալես, վեր կաց գնում ենք տուն»։ И Иисус придет и скажет: Балес, вставай, мы пойдем домой. Ու որ դու չարտնանաս ասես, բայց կարելի է գնամ սա վերցնեմ, գնամ նանեմ, գնամ նայել անեմ, որ հասցնեմ, որ գամ։ Ոչ։ Մենք չգիտենք վաղը մեր հետ ինչ կլինի։ Мы не знаем, что завтра с нами будет. Այն որ մի քիչ լավ ես հիմա, թրփոշավիճակդ։ Սենց հալած յուղի պես գնում ամեն ինչ, հարազատս մի ակնթարթում,
նա կհայտնվի եւ երանի նրան, ով իր աչքերով կտեսնի եւ կասի. Ես Տեր ուզում եմ քո հետ տուն գամ։ Не успел Հաջորդը, перевести. Следующее. օ չէ, ես երևի անցնեմ առաջ։ Ուրեմն, սա բավական է մրջունների հետ կապված, նախորոք։ И то, что было связано с муравьями. Նախորոք արեք հարազատներս։ Заблаговременно. Делайте заблаговременно. Καλά, Когда временно Աստված։ прославить Бога, пускай это сделают. Հաջորդ փոքր բանը, И следующая Вот шаг небольшая փոքր է, вещь, которая очень маленькая. բայց ինքը զորավոր չի։ Ну, оно не сильное. Սուրբ Գիրքն ասում է ժայռամուկներն են դրանք, Библия ժայռերում говорит, մնակվող մկները։ это горные мыши. Հարազատներս, իրենք թույլ են, Они слабые. բայց հետաքրքիր է, որ իրանք իրանք տները դնում են ժայռի մեջ։ Но интересно то, что они ставят свои домы Հարազատներս հասկացեք, այս օրինակով մենք պետք է հասկանանք, на скале. И этим որ примером մենք мы ո՞ր должны պիտի понять, չզգանք, որ ինչ որ միտեղ թույլ ենք։ что мы не должны себя плохо чувствовать, что мы, если где-то мы чувствуем слабость. Ված մեկը զգա, որ ընտանեկան ինչ որ մի հարցում թույլ եք։ Если ты в каком-то в семейном вопросе Ված слаб, մեկը զգա, որ չգիտեմ, ինչ որ մի բնակավորում дուք թույլ եք։ и в какой-то части ты слаб, Թող ձեզ այդքան էլ չտպավորեն նրանք, որ ամենտեղ կարծես թե ուժեղ են։ и пускай вас не впечатляют те люди, которые везде сильны. Խնդրում եմ, ուշադրի լսեք։ И послушайте Թույլ չի внимательно. նշանակում անելք մարդ։ Слабый не означает безвыходный. Աստվածաշունչն ասում է նրանք զորավոր չեն, Они не сильны, թույլ են, слабые, բայց նրանք իմաստուն են, իրենց տները կարողանում են ժայռի մեջ կառուցել։ но они мудрые, что они могут свой дом строить на скале. Գիտեք, եթե թույլը գնա Աստծո մոտ Если слабый пойдет к Богу եւ ասի Տեր, ես թույլ եմ, и скажет: Бог, я ես слабый, տկար եմ, я немощный, ինձ վերցրու դիր Քրիստոսի մեջ։ возьми, поставь меня во Христе, Այդ մարդ ավելի ուժեղ է, քան թե նա, որ уժեղ է, բայց չունի այդ աղոթքը։ чем тот человек, который имеет силу, но не имеет этой молитвы. Հիշում եք մի հատ երգ կա, թող տկարն ասի, Есть такая песня: пускай Թող немощный թույլն да ասի, скажет, пускай слабый скажет, թող ասի, немой воскликнет, пускай скажет. նա է հոգնածին ուժ տվող Он Աստվածը։ дает утомленному Նա է силу. իմաստություն չունեցողին իմաստություն տվող Աստվածը, բայց այստեղ մի բան կա։ Он дает мудрость немудрому. Այդ նո իմ գտած թարգմանությունով ժառերում բնակվող մուկը То есть вот эта мышь, которая живет в этих Աստվածին горах, ինքը իր տունը միշտ կառուցում է ժայռերի մեջ։ оно всегда свой дом строит на скале. Հարազատս կապ չունի Լիլիթ քուրիկ ինչքան թույլ ես դու, բայց եթե քո տունը կառուցում ես ժայռի մեջ, Неважно, насколько ты слаб, если ты свой дом строишь դու на այնտեղ скале, պաշտպանված ես։ ты там в безопасности. Այդ ժայռի անունն է И имя этой скалы Հիսուս Քրիստոս։ Иисус Այդ Христос. ժայռի անունը Հիսուս Քրիստոս է։ Имя этой скалы Иисус Այնտեղ Христос. թույլը պաշտպանված է։ Ты там защищен. Այնտեղ տկարը պաշտպանված Там է։ немощный защищен. Այնտեղ կոտրվածը պաշտպանված Там է։ сокрушенный Այնտեղ защищен. այն ամենաանելանելի վիճակի մեջ տեսեք սիրուներս 10 տարի եթե ես ծնողներին հարց տամ ես եղբոր ասեմ դուք գիտեիք որ ձեր երեխան 10 տարի նարկոտիկ ա օգտագործել Если я спрошу родителей, вы знали, что ваш Чем сын հավատում։ употреблял 10 лет наркотики? Я կարող не է ինչ верю. որ մի բան հասկացել են մի բան Может быть, они что-то 10 տարի Понимали или կներին знали, но եղբայրը 10 պիտի лет. ասեմ 7 տարի ծանր նարկոտիկներ ա օգտագործել И мой брат 7 лет անկեղծ եմ употреблял ասում тяжелые չենք իմացել որ наркотики. ինքը տես բաներ И անում мы не знали, что он это делает. բայց նա է իմացել Но он знал. նա է իմացել Он եւ знал. երբ որ ինքը ազատագրվեց И դրանից когда он освободился, ու ես ասում եմ ոնց տարիներ շարունակ ինք արելով մենք չենք իմացել դրա մասին я говорил, что он столько лет делал, мы ես не այս մի հատ знали բան об ասեմ этом. սիրելիներս շատ բան ինչ որ մեկից իմանալ այդքան օգուտ կարող է չտալ И знать многое, может быть, не принесет пользы. բայց նա ով գիտի մեր կյանքի մասին Но тот, кто знает о նա нашей որ жизни, գիտի այն տեղը որտեղ մենք ընկած ենք тот, который знает, где мы թույլ упали, ենք слабые, անպաշտպան ենք незащищенные. եթե մենք նրան դառնանք Если мы եւ обратимся к մեր Нему տունը կառուցենք նրա վրա и будем наш дом строить на ինչպես ասո нем, խոսնի ասում как говорит նա ով որ Слово, լսում է իմ խոսքը тот, кто слышит мое կատարում է Слово и նմանեցնում է исполняет, մի մարդու он похож на որ человека, կառուցում է իր տունը который строит свой дом շայրի վրա на скале. գետերը բարձրանում են И реки քամիները խփում են поднимаются, ветры, բայց այդ տունը հաստատ է կանգնած но этот дом стоит твердо. քույրեր եղբայրներ դուք տեսել եք ուժեղ մարդկանց Вы видели сильных որոնցով людей, տարիներով հիացել եք которым вы հետո եկել ա մի պա восхищаетесь? Пришел момент, եկել ա մի պա пришел ու момент, իրանք չկան հիմա и их нету դուք сейчас. տեսել եք որ հենց այդ ժամանակ Вы видите, именно в եղել этот են момент թույլեր были որոնք слабые, այդքան ուժեղի տպավորություն չեն թողել которые не имели такого բայց сильного նրանք
կան դեռ գնում են, ապրում են, արարում են։ Впечатления не оставляли, но Գիտեք դա ինչ է խոսում։ они живут, созидают. Հարցի լուծումը ուժի մեջ չի։ И вопрос решается не в Հարցի силе. լուծումը նրանում մեջ է, Вопрос решается в ով том, իր տունը կկառուցի ժայռի кто մեջ свой дом строит կամ на скале. ժայռի վրա։ Օրտնյալ լինի այդ Աստծո անունը, Пускай будет որի благословено անունն է Հիսուս Քրիստոս։ имя Господа Иисуса. Սաղմոսների գիրքն ասում է. И книга Псалмов Տերն говорит, իմ վեմն է, Господь моя իմ скала, ամրոցն է, моя նա защита. է ինձ ազատողը։ Он Սուրբ меня գիրքն ասում է освободит. Տիրոջ վրա հույս դրեք, И Библия говорит, надейтесь на Бога, որովհետև հավիտյան Աստված է նա, потому что Он Бог, հավիտյան վեմ է նա, ժայռ է նա։ твердыня, Он прибежище мое. Եվ հավատացողը կասի И верующий скажет. ամեն։ Երրորդ որակը։ И Ուրեմն третье качество. առաջինը նախորոք պատրաստել, Первое это заблагонамеренно. երկրորդը Второе տունդ կառուցել ժայռի վրա, строить свой дом на երրորդը скале. նայեք, սա իմ դուրը А գալիս է։ третье, посмотрите, мне это нравится. Մորեխները թակավոր չունեն, У саранчи нет царя, բայց նրանք բոլորը իրար հետ но они все вместе կարգով в строй. ես այստեղը որ կարդացի հիշեցի իմ բանակը И я, когда читал это место, я вспомнил свою ուրեմն армию. մենք երբ որ զորակոչվեցինք Մոսկվա ծառայելու Мы, когда были призваны служить в Москве, մարտիկային ռուսերեն չէին հասկանում լավ были люди, которые плохо понимали օրինակ по-русски. պետքա քայլեինք К примеру, լևի мы должны левый. ходить Մարդկա левый, չգիտեր լևին ինչ է левый. И есть Сумер человек, который не правый. знал левый, он ставил правую. պատկերացրեք սիրելիներս հարյուրավոր սալդատներ են И զինվորներ են представьте, գնում вот этот полк, 100 человек. այդ մեկը И այդ тот, սաղ սալդատների շարքը խառնում էր իրար он путал весь этот полк с собой. ասում է մորեխները թակավոր չունեն բայց կարգով իրար հետ ներդաշնակ գնալ Написано, գիտեն что саранча, у них нет царя, но они вот так вот стройно նրանք вместе идут. ներքուստ Они կարգը հարգել գիտեն они могут уважать նրանք строй. իրենց ուժը տեսնում են իրար հետ կարգով գնալու մեջ Они свою силу видят в то, что они вот так вот стройно в порядке идут вместе. հիմա եկեք գանք եկեղեցի սիրելիներս Теперь давайте придем в церковь. Դուք տեսել եք որ եկեղեցին գնում հանգիստ կայուն խաղաղության մեջ Вы видели то, что церковь идет вот так вот в мире, մեկ էլ спокойно. հանկարծ մեկը И вдруг кто-то, ասում է մի հատ ոչ խելոք քարը գցում է փոսը и написано, что մի один 100 нехороший, իմաստուն չգիտեմ ոնց այդ քարը փոսից անեն ни один нехороший кидает камень в яму, и Սենց 100 мудрых եկեղեցին не знают, как этот камень գնում ամեն вытащить. ինչ լավ սիրո մտնոլորտ մեկ էլ տենում է բում շոմ միտեղ տրակել Хорошая атмосфера в церкви, и ինչ вдруг որ մի что-то խմբակում մի հատ взрывается. բոմբա տրակել В какой-то группе бомба ինչ որ մի взорвалась. հատ ծառայության մեջ բոմբա տրակել В каком-то служении бомба ինչ որ մի հատ взорвалась. չգիտեմ ինչ որ մեկի հարաբերություններից բոմբա В տրակել каких-то отношениях Հիմա бомба взорвалась. եկեղեցին ուզում է գնա առաջ բայց սա խառնվել են ինչ ա եղել Церковь хочет пойти Էս ինչ ա вперед, եղել но Էս все ինչ փաստացած в замешательстве. Что случилось? Աստվածած շուշն ասում է մարախները И Библия говорит, что саранча, թակավոր չունեն у них нет царя, բայց ներքուստ իրանք ունեն այդ ինստինկտը կենթանական որ պիտի կարգով գնանք но էլի у այո։ них вот заложен вот этот инстинкт идти в строю. Կարգով գնանք էլի Мы должны идти в строю, в Դե դուք ցես порядке. լինի որ խաղաղություն լինի սիրելիներս ես չեմ հավատում դրան ես հավատում եմ ավելի շատ որ խաղաղա սիրությունով է խաղաղությունը սկզբից Я գալի верю в то, что հետո նոր խաղաղություն անելով мир приходит тогда, когда ты любишь мир. ժողովուրդ ուշադրություն դարձրեք И обратите նրանք внимание, թակավոր չունեն у них нет царя. բոլորը կարգով դուրս են գալիս И они все выходят եւ стройно. դրանով ցույց են տալիս իրենց ուժը И тем самым показывают свою силу. հարազատներս եկեղեցին իր ներսում ձևավորված կուլտուրա ունի И в церкви есть сформированная внутри культура. մանավանդ դրա այդ խնդիր են ունեն մարդիկ որոնք այստեղ չեն ապաշխարել եկել են ուրիշ տեղից Тем более имеет проблему с этим, кто покаялся в другом месте, но пришел сюда. արի այսօր մորեխը ինձ ու քեզ համար И вот օրինակ этот լինի срача пускай будет примером для тебя и для բանը меня. այն չի որ դու ես ճիշտ կամ ես եմ ճիշտ Вопрос не в том, кто прав, а кто нет. բանը այն է որ կարգով գնալով է հաղթանակը Вопрос в том, что идти в строю, в порядке, խաղաղություն в этом պահելով է победа. հաղթանակը
как бы соблюдать мир, в Հարազատս этом մի հատ ձեզ բան победа. ասեմ, էլի, խնդրում եմ ուշադրություն դարձրու։ Кое-что вам скажу. Այդ ո՞նց է որ դու քո տան մեջ մի բան ա լինում, sense դոշը դեմ տված ուզում ես պահես որ կռիվ չլինի։ Когда ты не хочешь, чтобы в твоем доме была Ուսուսի տված какая-то ссора, միտեղ какая-то... լռում ես, Ты где-то միտեղ молчишь, ձեն չես անում։ ты где-то не подаешь Միտեղ голоса. այդ խես ուզում որ քո տան մեջ խնում, բայց երբ որ гալիս է հարցը եկեղեցու, Но когда вопрос заходит в церкви, ձախի տեղ աչի տեղ ձախ, ես գիտեմ ճիշտը, սա է, նա гիտի ճիշտը, նա է։ подстав левую Карков. щеку, правую щеку, я знаю, лучше так сделать. Есть Տեսեք, ստեղ շատ կարևոր բան կա։ определенный порядок. И здесь есть очень важная Նարեկ вещь. սիրում եմ քեզ։ Առաջի Կորինթացիների առաջի գլուխ 10-րդ համարը միասին նայենք։ Ես կամած մոտենում եմ ավարտին։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Посмотрите, что говорит Библия. Աղաչում եմ ձեզ եղբայրներ։ Умоляю вас, братья, Ոդ քույրերը թող ուրախանան, որովհետև пускай իրաց մասին сестры ստեղ բան радуются, չկա потому գրած։ что здесь ничего о них не написано. Փարտիրոջը մեր քույրերի համար։ Слава Богу за наших сестер. Իա, եղբայրներ, փարտիրոջը մեր քույրերի համար։ Слава Богу за наших Այո, сестер. այո։ Ճիշտ ասած, չգիտեմ, հետի ծափեր թե ճճտոցեր, չհասկացան, բայց փարտիրոջ է։ Մեկ է ես ասեմ փարտիրոջ։ Քույրեր, փարտիրոջը եղբայրների Слава համար։ Богу за наших братьев. Այո, այո։ Շնորհակալություն քույրեր։ Ես ձեր կարծիքին եմ։ Աղաչում եմ ձեզ եղբայրներ, Умоляю вас, братья, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, именем Господа нашего Иисуса որ Христа, ամենքը, чтобы вы все, հիշում եք մարախներին կարգով, вы помните саранчу, да, вот порядок, ամենքը միևնույն խոսքն ունենան։ чтобы вы все говорили одно, Երբ պարակտություններ չլինեն ձեր մեջ, и не было разделения между вами, այլ միևնույն мտքի մեջ, но чтобы вы соединены были в одном միևնույն կարծիքի մեջ, мысли, в мнении. ես խենթանում եմ, երբ որ կարդում եմ սա։ И я, когда это читаю, буквально потрясен. Ես ասեմ, Պողոս ինչ է մտածել, որ սա գրել է։ Что думал Павел, когда это писал? Ոնց կարա։ Как Միևնույն может միտք, быть միևնույն կարծիք, одно и то же мнение, одна и та же мысль, միևնույն կարգ։ или одно и то же порядок? Ուրեմն հարազատս։ Ինձ թվում է, Мне кажется, որ այստեղ միևնույն կարծիք կամ միևնույն միտք ունենալը նա չէ, թե ով է ճիշտ, ով է սխալ, որ նա ճիշտ, որ նա սխալ, սենց պիտի լիներ, որ նենց պիտի չլիներ, հարցը դրա մեջ չի։ здесь вопрос не в том, кто виноват или нет, или Հարցը նրա прав или не մեջ է, прав. որ Вопрос в том, կողմերի մեջ մի հատ գենետիկորեն կոդ կա դրած։ что есть какой-то генетический код, Բոլորը տրամադրված են, որ մեկ լինենք։ и все нацелены, Եվ чтобы եթե быть մի բան էլ одним. ինձ թվում է, որ դա ճիշտ է, բայց խանգարում է, որ մեկ լինենք, ես կարող եմ շատ հանգիստ դնել մի Если կողքի что-то мне վրա, кажется правильным, но мешает быть в единстве, я это ставлю в ասել сторонку. Հիսուս ջան, Я говорю, Иисус Տեր, Джан, դնում եմ քո Господь, առաջ, я это ставлю пред тобой. ճիշտը ես գիտեմ, Я знаю, как правильно, բայց ճշմարտությունը дու ես։ но истина есть ты. Դնում եմ քո ոտքերի տակ, И я ставлю пред твоими հանուն նրա, ногами. И во որ имя մենք того, կարգով գնանք, чтобы мы шли в порядке, միասին լինենք։ были вместе, Ես այդպես եմ անելու։ я буду делать так. Կարծում եմ սա շատ լավ միտք է։ Мне кажется, это очень хорошая мысль. Երանի չուզում եմ ասել մորեխ լինենք, չէ։ Մորեխ թող Дай չլինենք։ Бог, я хотел сказать, чтобы Երանի мы այս были մորեխների саранчой, օրինակը մեզ համար իսկապես օրինակ լինի։ но дай Бог, чтобы этот пример был для нас действительно примером. Կարգով գնանք։ Գիտեք, մարդկա ինքը նիգիլիստական մտածելակերպ։ Ով գիտի նիգիլիզմը ինչ է։ Кто знает, что такое Որ ինքը нигилизм? միշտ այլ կարծիք ունի Что у ինքը։ него есть всегда другое свое мнение. 999 հոգին ասեն սենցա, ինքը всё-таки մի բան։ Если Ինքը- 999 Դուք ասեք, ես человек կասեմ հետո։ скажет Դու չես одно, он կարող скажет ասես։ другое. Հարազատ, դու չես կարող ասես։ Դա այս դասը մենք պիտի քաղենք ստեղ։ И мы должны взять урок от этого места. Հարցը գիտեք ինչու՞մն է։ Знаете, в чем вопрос? Մարդիկ կան, որոնք տեսնում են, որ կարգով գնում են։ Есть люди, Ах, которые видят Пирасман. строй, но говорят, Ես «Ах, սենց եմ։ я вот такой». Դու գնացեք ում եկել տեն մեզ ինքը իր կարգն է ստեղծել եկեղեցու И մեջ։ ты видишь, что он какой-то свой порядок создал в Չտնայ մեզ իր церкви. ծառայություն այ մարդ ասում ես, չէ, ոնց որ թե լավ, չէ, լավն է, փարտիրոջ, բայց մեծ բանի հոտ է գալի, չէ։ Ты սենց смотришь, ոնց որ вроде է все կարգի хорошо, մեջ но չի։ какой-то запах Չէ, идет, կարգի մեջ չի։ какого-то порядка нет. Ու ինչ որ մեկը որոշել է, որ ինքը չէ, գիտի, դե չասեմ, բայց զատո ես կանեմ ոնց ուզում եմ։ Կարծում եմ դա երկար չի աշխատում հարազատ։ И мне кажется, что это долго не работает. Մորեխների մասին Սուրբ Գիրքն ասում է նրանք կարգով գնալ գիտեն։ Саранча идет, она знает, что такое строй.
Գիտեք, երբ որ իմ երեխաները փոքր էին, Когда мои дети были маленькими, անկեղծ իրանք չէին կարող անել այն ինչ որ իրանք ուզում են։ и они на самом деле не могли делать то, что они Բայց երբ որ хотели. մեծացել Но են, когда выросли, ես հասկանում եմ, որ բան կա, я понимаю, что есть դեռ что-то. մոտ մեծ են, էլի արդեն պետքա կարգը չխախտելու համար գոնե մոտ հասկանալ, որ ու աշխատել ներսը քեզ տրամադրել, որ կարգը պահելու համար հաշվի առնել պետք։ Հասկանում եք, Տեր օրհնի Նարեկիս, Տեր ջան, Տեր այցելել ա իրան, նայեք ես հայտնություն։ Время выпить воды. Այո, քաղցրներս, հարազատներս, Честно, не догнал. Ну ладно. կարգից լավ բան չկա։ И нет ничего лучше порядка. Այնտեղ որտեղ кարգ կա, Там, где есть порядок, այնտեղ գրավական էլ կա, որ այնտեղ ապագա կա։ там есть и залог, что там есть Գիտեք, что-то хорошее, գիտեք будущее. ինչ դա դուրս գալի։ Знаете, что мне нравится? Երբ որ Պողոսին զամբյուղով իջեցրին, Когда Павла спустили ով в է корзинке, կարդացել кто Պողոսի читал պատմությունը։ историю Տեր Павла? օրհնի ձեզ։ Հիշում եք, չէ՞ որ Պողոսին զամբյուղով Вы իջեցրեցին։ помните, его спустили в корзинке? Այմար, բայց շատ հետաքրքիր sense կապված բաներ կա։ Չգիտես ինչու հենց իջացրեցին Պողոսին։ И не знаешь почему, как его только спустили? Մի հատ մե խաղաղություն, մե Միր, օրհնություն, Благословение, մե հրաշք եկեղեցու մեջ։ Պողոսին զամբյուղով իջեցրել են։ чудо какое-то в церкви. Սկսեցին Его спустили в աճել корзинке. խաղաղության մեջ, Они начали կայուն, ստաբիլ։ расти в мире, Պողոսին стабильно. զամբյուղով իջացնելուց И после того, как спустили его, դե չգիտեմ կապված է, դե կապված я չի։ не знаю, связано это или нет, Պրոստը Պողոսը այնքան պարիվիստ էր այդ մարդը։ потому что он был, Որովհետև наверное, был իր таким նոր սկիզբն էր։ порывистым, Սաղ այդ это վիճում было էր։ его начало, он со Հիսուսն всеми ճիշտ, спорил. ինքը որտեղ մտնում էր, ասում էր Հիսուսը ճիշտ է։ Он куда Եվ бы դա ни տենց էլ կա, сходил, он մենք говорил, что համաձայն ենք, որ տենց էլ Иисус պիտի լինի։ прав. Мы понимаем, что это есть, Բայց так ինչ оно որ есть. բան կար, որ դու չգիտեմ, էլի, sense ինչ որ կապ կա հարազատներս։ Միգուցե սա մարդկային է իմաստ, տեսակետն է, բայց չգիտեմ, մտածել է պետք։ Կարգը Нужно պահել է подумать. պետք։ Нужно подумать. Հանուն Но միաբանության մեջ ради единства, կարելի է ինչ որ մի բաներից էլ հրաժարվել։ ну, может быть, от чего-то нужно и отказаться. Հանուն միաբանության։ Ради единства. Օրինակ ես զարմանում եմ Անդրանիկ եղբոր ընտանիքի վրա։ К примеру, я удивляюсь, Մենք տենց էլ չհասկացանք Սիմյա- ինքը քանի երեխա ունի։ брат Андроника, мы так и не поняли, сколько у Այն օրը него ճամբարում детей. հավաքված ենք, եղբայրները ասում հիմա քանի երեխա ունի, որտեղ տենում ես անդո երեխեքն են։ И куда ни посмотри, там дети брата Андроника. Որ անցքում, որ ասենք խանութի մոտ, այն օրը մի հատ եղբայր կար, ասում եմ մեկ էլ տենամ։ Անդոյի, չգիտեմ որ երեխեքը Մակդոնալդսից ցենց այդ փողոցներով այ մարդ ասում եմ, ես փոքր երեխեքը ո՞նց են ասել ընդ։ Լիքն են իրանք, որտե տենում ես իրանք են։ Ու ես մեկ-մեկ մտածում եմ, Անին է ուժեղ թե Անդրանիկը։ И я иногда думаю, кто сильнее, Андроник или его жена Ани. Ինձ թվում է Գայան քույրիկը։ Мне кажется, сестра Гаяна. Ինձ թվում է Գայան քույրիկը։ Ես պատկերացնում եմ, որ այդ 6 երեխա են։ Вот и Բա որ 6 տունը детей. խմբակ են անում, սիրելիներս, А դուք когда որ у них իրաց дома տուն проходит խմբակ են, домашняя группа, когда вы пойдете туда к ним, երևի խմբակին չմնաց այդ տպավորությունը, խաշի են գնացել, որ սենյակը բացում էր մարդ կար իրանց տունը։ и ты любую Մի комнату հատ открываешь, սենյակ там есть բացում էր, люди. այնտեղ եղբայրական խորհուրդեր, ինչ որ լուրջ պոլիտիկայից բաներից են խոսում։ В одной комнате был Մի հատ совет դուրը братьев, բացում էր, հովիվներ քնած այնտեղ։ в другой комнате спал Դուրը пастор. բացում էր, քույրիկներից որոշները քսում են, որովհետև հեսա պետք է գնան։ Իջնում էր ներքև երգում են։ Кто-то красился, Դուրս кто-то էր пел. գալի դուրս անի Անդրանիկի փոքր աղջիկը բոբիկ ոտերով ֆազում ասեն բայց գիտեք ես ընտանիքը միաբանա այս ընտանիքը կա այս ընտանիք ամբողջ իր եղա Հարույ ջան մին եղանա սա ձեզ էլ ավերաբերում ախպերս մի լարվի ես հեսա քեզ էլ կանադար այդ ինչ կա հարազատներս գիտեք ինչ կա մի հատ հասարակ պրիմիտիվ բան գոնե ինչ էլ անում եք կարգը պահում ենք Օրինակ Անդրանիկին վրա միշտ տպավորություն ա թողել, որ ինքը խելոք, շատ հանգիստ տղամարդ է։ Ինչ։ Հələ փորձի մեկը կարգը խախտի։ Այն կինգ-կոնգի նմանից դոշերին խփիր է, էլի երեխեքի չի, որ կար հարազատներս կներեք սենց զուգահեռներ եմ տանում, ուզում եմ ձեր երևակայությունները ֆանտա եկեղեցին, խնդրում եմ խղճացեք եկեղեցուն, եթե կարելի է այդ բառը, լավ չասեմ խղճացեք, պահպանեք ձեր եկեղեցին։ И вы должны защищать свою церковь. Սենց ուսուսի տված պահեք եկեղեցին խնդրում եմ։ Вы должны вот буквально плечо о плечо держать свою церковь. Մորեխները
поддерживать. թակավոր չունեն, И у саранчи не было царя, բայց նրանք կարգով են գնում։ но они шли в Եվ строю. վերջինը ու կանգնենք Տիրոջ И առաջ։ последние встанем пред Господом. Գիտեք, սրանք որակներ են։ Առաջինը նախորոք, Первое – это заблаговременно. երկրորդը կարգով անենք ամեն ինչ եկեղեցում, Վտարոյը։ տոնը չգիտեմ որտեղ։ Делать все по правилу, Դա- по порядку. Գիտեք, սերնես, կներեք, ես էլ պիտի ասեմ, ես մեկ-մեկ զարմանում եմ, որ մարդիկ քննարկում են ուրիշների տան կարգը։ И я удивляюсь, если кто-то осуждает порядок в чужом доме. Այս ինչ կարգը, հարազատս, բայց դու տեն մեջ չէ, որ այդ կարգով իրանք կարողանում են ապրել։ И ты видишь, что они могут жить так. Այդ իրանց կարգն է։ Это их правило. Կարգը հարգելել է պետք И нужно հարազատներս։ уважать. Վերջինը, Последнее, 4-ը։ четвертое. Գրված է, Մողեսը Написано паук. մեկը, այո, ռուսերենում հայերենում սարդը, հա, երևի։ Թարգմանության մեջ գրած է Մողես, չգիտեմ։ Паук. Ասում է կպչում է ձեռքերով պատերին, Он цепляется за стены, բայց նա միշտ թակավորական տներում է լինում։ но бывает в царских чертогах. Հիմա թույլ տվեք Ինեսա ջան, բարձացի բալես, ես վերջացնում եմ։ Հիմա թույլ տվեք սրա վրա մի քիչ մտածենք իրար հետ։ И позвольте вместе подумать об Գիտեք, этом. Աստվածաշունչը նկարագրում է Մողեսին որպես թույլ եւ անպաշտպան։ Библия описывает паука как беззащитного такого Բայց слабого. զարմանալի է, որ նա կարողանում է իր այդ ճանկերով հասնել, մտնել մի հատ թակավորի տուն, պալատ ու այնտեղ պտտվել։ Но удивительно, լավ что զգալ։ он может себя вот попасть в царский дом и чувствовать себя там хорошо. Հասկացեք, այս պատմությունով И этой историей մենք պիտի հասկանանք, мы должны понимать, որ ամեն ինչը, որ դու կարող ես շատ շուտ ձեռք բերես, что не все ты можешь так быстро приобрести. լավագույն բաները։ Лучшие Գիտեք, вещи. մարդիկ կան, որոնք ասում են, դե ես лав ծնողներ չեմ ունեցել։ Есть люди, которые говорят, у меня не было хороших Ինձ այդքան родителей. ժառանգություն չեն թողել։ Мне такого большого Ես наследства не տենց оставили. հնարավորություններ չեմ У ունեցել։ меня не было таких Այ возможностей. տեսնում եմ սրանց մոտ ամեն ինչ լավ է, բայց իմ մոտ շատ վատ Я է։ вижу, что у них все хорошо, а у меня все Մողեսը плохо. քեզ օրինակ։ И пускай паук будет тебе примером. Դու կարող ես հայտնվել թակավորի պալատների Ты մեջ։ можешь оказаться в царских чертогах. Դու կարող ես վայելել այդ թակավորի տան գեղեցկությունը։ Ты можешь насыщаться вот этой Դու красотой կարող ես царского ապրել дома. այդ թակավորի Ты տան можешь մեջ։ жить в этом доме. Եթե այդ ամենը դնես մի կողմ, Если все это оставишь в եւ մի сторонке բանով էլ զինվես, и вооружишься որ одним, լավ բաներին հասնելու համար чтобы достичь хороших вещей, երկու կարևոր բան է պետք։ есть две важные вещи. Համբերություն եւ հավատարմություն։ Терпение и верность. Համբերություն եւ հավատարմություն։ Терпение и верность. Կամած գնալով։ По чуть-чуть. Ոչինչ, հիմա կամած ասացում, բայց ես գնում եմ առաջ։ Сейчас идет Ես немножко, ուրիշների небольшие պես шаги, но ты идешь. երևացող չեմ, Մողեսը երևացող չի, գիտեք, չէ՞, սիրելիս, Մողեսը Вы երևացող չի։ знаете, то, что паук, он Ես невидим. ուրիշների պես քայլել չգիտեմ, իմ քայլվածքը տարբերվում է ուրիշների И, քայլվածքից։ может быть, мои шаги отличаются от шагов Ես других. ուրիշների պես տենց համաչափ շարժումներ չեմ կարողանում, ես նյուկլյուժ եմ ամեն ինչի մեջ։ Может быть, я где-то неуклюжий, не могу ходить как Բայց все. դա քո ճակատագիրը չի։ Но это не твоя судьба. Դու կարող ես թակավորի պալատների մեջ հայտնվել։ Ты можешь оказаться в чертогах царских. Համբերությունը Терпение եւ հավատարմությունը и верность քեզ կարող են պահել Աստծո թակավորության մեջ միշտ։ могут тебя всегда держать в Царстве Գիտեք, Божьем. սերներս, թույլ տվեք, ելի մի հատ զուգահեռ տանեմ, պետք է որ սա հասկանանք։ Одна параллель, мы должны понимать. Իմ 33 տարվա մեջ շատ парадоксներ եմ տեսել։ 33 года в Я духовной ведь շատ եմ жизни զարմացել։ я видел много парадоксов и много Հետո удивлялся. եմ հասկացել իհարկե դա։ И я это понял потом. Ես տեսել եմ մարդիկ, որոնք եկեղեցում մեջ շատ ակտիվ են եղել։ Я видел людей, которые в церкви были очень активными. Նրանց աղոթների ժամանակ իսկապես նրանց երեսի փայլը միշտ տպավորել է ինձ։ Мне всегда впечатлял вот их блеск Ես лица, դուրս եմ когда они ասում, տեսել եմ молились. ոնց են ակտիվ, ընդունակ, տաղանդավոր, գնացող առաջ։ Как они были умелые, талантливые, они шли вперед. Բայց ես տեսել եմ նույն եկեղեցում տկար մարդկանց։ Но Թույլ, я видел слабых, немощных Ну, людей в церквах. բարբաջելով են աղոթում, կարծես։ Они, Բարերը казалось չես бы, հասկանում։ не понимаешь их молитву. Չես հասկանում նրանք ցած, բայց հետաքրքիր է, մի հատ ստաբիլ կյանք ունեն։ Անցնում է որ որոշ ժամանակ, И проходит время, չգիտես ինչու այդ ակտիվը չկա, и не понимаешь, почему вот этого активного բայց нет. կարծես թե տկարը ինքը դեռ Աստծո տան մեջ է։ Но этот немощный еще остается в Ասում Божьем ես, доме. բայց զորությունը որ ուներ այդ մարդը ինչու չկա հիմա։ И ты говоришь, а вот эта сила, которая была у человека, почему его сейчас нет? Ինչ որ մեկը ճիշտ որոշում է կայացրել։ Кто-то принял правильное решение. Համբերությամբ, Терпение,
խաղաղությամբ, в мире, հավատարմությամբ в верности գնա առաջ։ идти вперед. Ուժեղներն են թակավորությունը վերցնում։ Сильные Սուրբ գրքի достигают մեջ մի հատ Царства համար կա, Небесного. իմ դուրը շատ է գալիս В Библии հարազատներս։ есть один стих, который мне очень Ասում է нравится. ջանքի մեջ թույլ չլինեք։ Он говорит, в усердии не ослабевайте, Թույլ չլինեք ձգտելու մեջ։ будьте Այսքան ես слабыми в կարում, усердии. այսքան ես կարում ջանք գործադրես։ Если ты можешь проявить такое Այսքան ես усердие, կարում ձգտես։ столько всего, Արա մինչև վերջ։ делай до конца. Դու կտեսնես, И ты որ увидишь, քո ընթացքը մշտական է։ что Դու վայելում ես постоянно Աստծո будешь идти, ներկայությունը։ ты будешь переживать Божье Դու նրա տան присутствие. մեջ ես։ Ты будешь в Դու его նրա доме, թակավորության մեջ ես։ ты в его царстве. Այնպես որ սիրելներս, И поэтому միշտ չէ որ փոքր են հիմար են ուրեմն։ не всегда, если маленький, значит Սուրբ безумный. Գիրքն ասում է, Библия говорит, ամենից փոքրներն են, самые маленькие, անպաշտպաններն են, беззащитные, բայց իմաստուններից իմաստուն но են։ мудрее мудрых. Օրհնյալ են Աստված, И благословен тот որ Бог, մեզ այսպեսի դասեր ա տալիս, который преподает нам такие որ уроки, սովորեցնում է մեզ։ который научает Գիտեք, եթե нас. 4 կետերը ես կապեի մեկը մյուսի հետ, Если մի эти քանի նախադասությունով 4 կավարտեի։ пункта я бы связал друг с другом, и я бы закончил за несколько Ամեն предложений. ինչի մեջ Во всем ցույց տուր, որ դու կախված ես նրանից։ покажи, что ты зависим от него. Եթե մի բան էլ ստացվեց, Если что-то получилось, փախի այդ զգացմունքներից գնասա, беги от этих чувств. մեկ է, ես նորից կախված եմ քեզանից։ Ես առանց քեզ չեմ կարող ոչինչ անել, Տեր։ Могу сделать что-то без тебя. Քույրեր եղբայրներ, Братья и сестры, ես уզում եմ կանգնենք ոտքերի я վրա։ хочу, чтобы мы стали на наши ноги. Եվ հիշենք այս 4 կարևոր դասը։ И вспомнили вот эти 4 важных урока. Սովորի նախորոք անել։ Учись делать заранее. Մի ծուլանա խնդրում եմ։ Не ленись. Շատ կարևոր է, որովհետև բաներ կա, դու հիմա չես կարող անել, որովհետև ժամանակին դա չես արել։ Потому что есть время, которое ты сейчас не можешь делать, потому что не сделал заранее. Սովորի Учись. մողեսի նման համբերատար կամ այդ չգիտեմ, պահուկի նման ռուսերենում ասած, համբերատար գնալ առաջ։ Как подобно пауку в терпении идти вперед. Սովորի կյանքդ կառուցել ժայռի վրա։ Учись создавать свою жизнь, строить свою жизнь на скале. Եվ սովորի մորեխների նման կարգով գնալ։ Быть как саранча в строю. Ամենակարող Աստված, ես Всемогущий աղոթում եմ Бог, я քեզ молюсь մեր եկեղեցու համար։ за нашу церковь, Այստեղ գտնվող ամեն մեկի համար եմ за աղոթում։ каждого, кто здесь находится. Տեր օրհնի քո ժողովուրդը։ Господь, благослови свой Թող народ. այս փոքր էակների միջոցով, որ դու մատնանշում ես դասեր քաղենք։ Пускай мы возьмем уроки от этих маленьких предметов, вещей. Սովորենք, Տեր։ Пускай мы научимся. Խնդրում եմ քեզանից։ Я прошу от Тебя. Թող այս աղոթքը բարձրանա դեպի քեզ։ Пускай эта молитва поднимется к Եվ Тебе. դու օրհնի քո И ժողովուրդը։ Ты благослови свой народ во имя Иисуса. Եղիր մեզ հետ։ Будь с нами. Դու փառավորվի մեր И կյանքի Ты մեջ։ прославься в нашей Հիսուսի жизни. անունով Во имя եւ Иисуса. Աստծո ժողովուրդն ասեց։ И Божий народ сказал Ամեն։ Ամեն։ Аминь. Ամեն։ Փառտիրոջը։ Փառտիրոջը։